Քուչեկը 60 տարեկան տուն եմ ցա, ես տուն եմ ցարկել։ Ես պետությունից տուն չեմ ուզում։ Ես իմ տունն եմ ուզում։ Իմ տունը ինձ տվեք։ Որոշել եմ ամսի 9-ին մի կանեստր բենզին վերցեմ գամ հրապարակի մեջ կայնեմ սաղ ժուրնալիստները թող նկարել լսեմ իմ վրենձի վառեմ ես տուն չունեմ ունն եմ պետք է ոչ իմ երեխուն եմ պետք ոչ մեկին պետք չեմ ես անտուն եմ ես ընձի կվառեմ կգամ ստե մի կանեստր բենզին կվերցեմ կգամ ստե թող սաղ ոչ թե հանրապետությունը սաղ աշխարհը թող իմանա որ իմ տունը չեն տալմցի այս սաղ օրենքը աշխարհ խփել 4 տարի բողոքում եմ ոչ մեկին բողոք հաշվի չառն ինձ խափում են Խանոյան Կոտայ գյուղ Աբովյանի Կոտայ գյուղ Հենց դες գյուղանունա Կոտայ գյուղ Ազ ես ենք ազգության ես ենք մեր իրավունքները ոտնի հարերը Հայաստանում ոչ մեկը մեր օրենքը մեզի հաշվի չի առնում Ես օրենքից տուն չեմ ուզում, ես տուն ունեմ, ես ինքս եմ իմ համար տունը ստեղծել, ես ինքս, իմ տները կեղծերը, աֆերիստները վերցել են, աֆերիստները տունը վերցել են, օրենք, դու ինչ ես ասում, ինչ ես ասում, ես աֆերիստները երկիրը զավտել են, մեր տները մեր դերից վերցում են, մեզ են առանց մեզի գրանցում մի շպրտում են, ինչ եք ասում, ասեք։ Ուզում ենք կառավարությանը հիշեցնել, որ 10 տարի առաջ, ուղիղ 10 տարի առաջ ինքը կայացրել է անօրինական որոշում։ Այդ անօրինական որոշման հետևանքները երբ պիտի վերացնեն։ Ուզում ենք կառավարությանը հիշեցնել, որ 10 տարի առաջ 2003 թվականի մարտի 27-ին ինքը ընդունեց Չարաբաստի 1941A որոշումը Դալմայի այգիները կառուցապատման տակ դնելու մասին։ Իսկ այդ որոշումը անօրինական լինելու վերաբերյալ ՄԱԿ-ը Միացյալ ազգերի կազմակերպությունը 2008 թվականին ընդունեց որոշում, որ կառավարության 1941A որոշումը կայացվել է միջազգային կոնվենցիայի մի քանի դրույթների խախտմամբ, ինչը նշանակում է մեր սահմանադրության խախտում։ Ուզում ենք ուղղակի հիշեցնել, որ իրենք չմոռանան 10 տարի առաջ կայացրել են անօրինական որոշում Դալման ոչնչացնելու մասին, ինչը մինչև հիմա ցավոք շարունակվում։ Մարտի 2-ից մենք կառավարությանը դիմել ենք նամակ։ Մարտի 3-ից մենք ամեն օր գալիս ենք ստեղ 33 թաղամասի գերակար շահերից ենք։ 5 տարի պայմանագիր ենք ընկել, 5.5 արդեն, որ պայմանագիրի 3.5 տարի հետո երկու հատ փոսը փորեցին, ասին ժողովուրդ ջան դուք ձեր տները կստանաք, շենքի փոսերը փորեցին, մենք էլ խափնվեցինք, վարչապետն էլ 2 շաբաթը մեկ նամակ էին ուղարկում գերակաշահի համար, պետության գերակաշահի համար, մենք էլ հավատալով դուրս եկանք, ազիզ ջան, ես 5 տարի ու կես անցել արդեն, ես ոչ բնակարան ունեմ, ոչ տուն ունենք,
Հիմա էլ ասում են կենտրոնում տուն չի լինելու, ձեզի փոխհատուցումը։ Մենք ոչ մի փոխհատուցում չենք ուզում։ Մենք կենտրոնում թոտուն սարքեն տան մեզ։ 180 ընտանիք, որից մի 30 հոգու գինուգործան խաբել են էլի թղթերով տվել են ձեռները, մարդիկ հույսով ապրում են, որ ընդեղից տուն կստանան, որ մայիսին դեպի տեսնենք մայիսին կստանան, թե չէ։ Կիսակառույց շենքը ոչ մի աշխատանք չեն անում, ոչ մի աշխատանք։ Ով է կառուցապատողը։ Գրենդելիզը City Center-ը։ Մեզի ամս երկուսին իրանք ասել էին դադարեք ժողովուրդ ջան, մենք ամս երկուսին ձեր պատասխանը կտանք։ Հասարակության միջև խոսեք, չէ՞։ Ամս երկուսին մենք գնացինք ընդ հիմա այլ մեզ ասում են ձեր կենտրոնում տուն չի լինելու, շենք չենք կառուցելու, մենք ձեզ փոխհատուցում կտանք, դուք տուն կառնեք ձեզի։ Մենք էլ համաձայն չենք փոխհատուցման։ Հիմա մեզ ուզում են ոնց որ կեսին ուղարկեցին գինուգործան, մեզ էլ տենանին չեն անում, հետո դնեն շենքերը սարքեն, թանկ ու կրակ ծախեն իրանց համար։ Մենք պահանջում ենք մեր բնակարանները։ Մենք ոչ, իսկ եթե գումար էլ տան, $2000-ից պակաս գումար մեզ չպետք է տան, որ մենք կարողանանք քաղաքի կենտրոնում տուն առնենք։ Հանրապետականի շենքը։ Եթե գումար են տալի, չէ, այս հանրապետականի շենքը, որ սարքում են, այն որ ասում են ժողովուրդ կայնի գերանքը ջարդի, կներով կգնանք կմտնենք դուք չենք գա։ Սերժը հույս չունենա, որ այդ շենքը ինքը կվայելի։ Ու ոչ մեկ հույս չունենա։ Կամ այդ թաղամասում մենք սաղ օրը նստելու ենք ընդ դուս չգա։ Ոչ մեկ չի կարա ատե, ոչ մի հələ խամեն տարվա մեջ կանգնացրենք այդ շենքը։ Թորնիկների տեր ենք արդեն չենք կարողանում վարձով արդեն մնանք ուրիշի բնակարան, ուրիշի մունադիտակ մի տան մեջ է։ Ու գիտեք ինչ մունադիտակ արդեն հերիք եղավ։ Նույնիսկ բարձն են արդեն ուշացնում մունադիտակ ենք։ Մենք հիմա պետքա բնակվենք մեր տանը, չէ՞։ Խոսք ենք տվել։ Հիմա էլ ասում գնացեք հերիք չի ստեղից խաբեցին տարան ընդեղ, հիմա ընդեղ էլ չեն կառուցում այդ գինու մոտինը։ Էլի նորից sense դարձել ենք ոնց որ թափառաշրջան։ Հետո էլ ասում են թուրքերը վատ մարդ են։ Թուրքերը վատ մարդիկ չեն, նրանք հասիբով ժողովուրդ են։ Հենց գալիս է հասնում են պահը, որ մենք չկնաժավենք, բայց որ իրանք կիլոմետրերով բնակարան են սարքում, իրանք չի ազդում։ Իսկ ինքը իր զուգարանի չափով ինձ բնակարանն է հատկացրել ու իմ քթիցս բերում է, բայց ես էլ ոնց ասեմ, ես իմ համեստությունը արդեն չեմ կարողանում, ես տղամարդու հատկություն եմ ձեռք բերել, արդեն մարդասպան կդառնամ, որտեղ իմ երեխեքը արդեն մեղք են, հերիք եղավ բոլ եղավ, մեր տանը արդեն չեն կարողանում արդեն։